Հիսուս Քրիստոսի հրաշափար հարության տոն Զատիկ։ Հիսուս Քրիստոսի հրաշափար հարության տոնը քրիստոնյա եկեղեցիների, այդ թվում նաև հայ առաքելական եկեղեցու հնագույն և մեծագույն տոնն է։ Սուրբ հարության տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զատիկ։ Զատիկը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առաստված։ Ըստ քրիստոնեական ուսմունքի, Քրիստոսն է հավիտենական այն զոհը, որի միջոցով մարդ ստանում է մեղքերի թողություն և հավիտենական կյանք։ Քրիստոսի հարությունը եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր, մինչև նրա համբարձումը, քանի որ մինչ համբարձվելը մեր Տերը 40 օր այս երկրի վրա իր աշակերտների հետ էր։ Քրիստոնյաները շնորհավորում են միմյանց ասելով Քրիստոս հայրավ իմերելոց և պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի։ Սուրբ Զատիկը բացառիկ տոն է, այն ունի իր դիսական ծառը, ունի իր առանձնահատուկ տիկնիկները, ակլատիզը և ուտիստատը, ունի նաև ծիսական մշակութային խաղեր։ Զատկի առթիվ ընդունված է տներում կենաց ծառ, այսինքն կյանքի ծառ զարդարել, որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորսած ճյուղեր են դնում։ Այդ ճյուղերի վրա կախում են ձեռքով պատրաստված զանազան հավքիթներ։ Ծիսական ծառը խորհրդանշում է անցյալը, ներկան և ապագան։ Այս տոնին յուրաքանչյուր տիկին իր տանը պետք է ունենալ ակլատիս տիկնիկը, որը նախկինում օգտագործել էին որպես օրացույց, տիկնիկի վրա ամրացնելով 49 օրվա քարկտիկներ։ Զատիկի մոտենալու հետ հանում էին քարերից մեկը։ Ակլատիս տիկնիկը խորհրդանշում է տան հաջողությունը, իսկ ուտիստատը տիկնիկը նախկինում եղել է յուրաքանչյուր տան խոհանոցում և համարվել է խոհանոցի տիրուհի։ Կարևոր և գեղեցիկ սովորություն է ձու ներկելը։ Սուրբ Զատիկի տոնին ձուն պետք է ներկել միայն կարմիր գույնով։ Ավանդույթից հայտնի է, որ Մարիամ Մագդաղենացին հրամում ներկած ձու է նվիրել Տիբերիոս կայսրին և հայտնել Քրիստոսի հարության մասին։ Ձուն խորհրդանշում է ամբողջ աշխարհը, վերին կեղևը խորհրդանշում է երկինքը, թաղանթը օդը, սպիտակուցը ջուրը, իսկ դեղնուցը երկիրը։ Ձուն կարմիր ներկելով հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը Քրիստոսի արյամբ գնվեց և դրանով քարոզում մեր փրկությունը։ Զատկի տոնական սեղանին հայերը ձվերը դնում են աճեցրած ցորենով ափսեների մեջ, որն անվանում են ածիկ։ Ածիկը համարվում է մեռնող ու հարնող կյանքի խորհրդանիշ, այսինքն ցորենը ցանում ես, մեռնում է, հետո ծլում է ու միջուկից դուրս է գալիս կանաչը, խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը։